Գունալուսային ցետա մուզիկայի սարքը, գունալուսային սարքը, որ նախատեսված է եղել, ասենք, անձնական օգտագործման կամ սրճարանների համար եւ արտադրել է բազալ գործարանը, որը արտադրել է տեխնիկական միջոցներ սուզանավերի համար։ Այն ժամանակ սրտականությունում արտադիր է, որ գործարանը նաև պետք է կենցաղային տեխնիկա արտադրի, որպեսզի ինչ-որտեղ թաքցնի, որ ինքը ռազմական ուղղվածություն ունի։ Դրա համար, ասենք, ռազմական սուզանավերի համար սարքեր արտադրելու հետ արտադրել են նաև այսպիսի կենցաղային տեխնիկա։ Հայկական արտադրության ձայնային վերջին ուսումնասիրություններ, որոնք նախատեսված էին, ընդ որում հետաքրքիր է, ինքը սա արտադրվում էր Երևանում, Ռիգայում արտադրվում էր մագնիտոֆոնի բաժինը, Մոսկվայում արտադրվում էր էկվալայզերը, ձայների ֆիլտրացիայի սարքը, հանգույցը, երեքը իրար հետ Մոսկվայում միացում էր եւ վաճառում էր։ Ու շատերը չգիտեն, որ սա արտադրված է, այս հանգույցը պատրաստվում է Երևանում։ Սիրիուս գործարանի Սիրիուս գործարանի արտադրած հեռուստացույցն է, ժամացույց ռադիոընդունիչը, իսկ այստեղ ներկայացված են ավտոմագնիտոլաները, որոնք որ նախատեսված են մեկ ավտոմեքենաների համար։ Ընդ որում տարբեր գործարաններ են արտադրել, Մարսը, Օրբիտան եւ ավիահամալիրի կոմպլեքսը, որը ռազմական գործարաններից մեկն էր եւ իր արտադրանքի հիմնական նմուշները օգտագործում են воздух ռակետների համար։ Հայկական արտադրության առաջի եւ միակ FM ռադիոընդունիչը, որտեղ սովետական գնության մեջ արգելված էր FM ձայնային ալիքը, օգտագործում են միայն средней волна, длинной волна կամ ամպլիտուդная մոդուլյացիա։ Իսկ սա միակ FM ռադիոընդունիչն է։ Հրազդան Մաշի արտադրած Հրազդան ռադիոընդունիչը եղալիք, որ 3 հատ կայուն ալիքների վրա նախատեսված է։ Ստեղից մենք մտնում ենք արդյունաբերական բաժինը, որտեղ ներկայացված է Հայաստանի արդյունաբերական մի քանի հզոր ընկերություններ։ Էլեկտրոշարժիչների գործարանը, երկու մասնակցություններով, որոնք արտադրում են տարբեր հզորության, տարբեր կոնստրուկցիաների էլեկտրոշարժիչներ եւ այնտեղ ներկայացված են լուսանկարում հավաքման արտադրամասերի եւ պատրաստել են կոմպեր, որը շրջանում նաեւ արտադրեցին գեներատորներ, որոնք որ ապահովում են հոսանքի, հանդիսանում են որպես հոսանքի։ Սա ներկայացնում է Երևանի էլեկտրոշարժիչների, սա շարժիչներ, էշմիասմի էլեկտրոսարքերի գործան է։ Ասում եմ Լեննականի երկրաշարժից հետո կհանդված գործաններից մեկն է այս հարթությունները, որոնք Լեննականի էլեկտրոսարքերի գործանի արտադրանքն է, ցավոք սրտի գործանի երկրաշարժի հետևանքով գործանեց։ Այստեղ ներկայացնում է Հայաստանի ամենահզոր գործարաններից մեկի հայ-մեքենաշինական գործարանի արտադրական նմուշները, արտադրամասերից տեսարանները, ինչ տեսակետներ են արտադրել։ Սա հասարակ նավթավարներ են, որոնք շատ կարճ ժամանակում 90-ական թվականների հետ կրիզիսային շրջանում արտադրվեցին բնակչության, ասենք, այդ պահանջները բավարարելու համար, սրանք տոստերներ էին, խորովածի համար տարբեր նկատան, սա հասնելու և, ասենք, սարդեր կանստրուկցիան, սա հայացքի մեքենաներ, մանուկցան, որի նախատեսված է, ասենք, հատուկ երեխաների դակերենի համար։ Բայց հայ-էլեկտրոգործարանը հիմնականում ռազմական գործարան է, նա հիմնադրվել է 40-ական թվականներին և 43 թվականին և հիմնական ֆունկցիան դա պատերազմի ժամանակ ինքնաթիռների շարժիչների վերանորոգումն էր, որ պատերազմի ավարտից հետո այն վերափոխվեց, վերակազմավորվեց և սկսեց արտադրել մեծ հզորության գեներատորներ, հոսանքի աղբյուրներ։ Արտադրվում էր դիզելային կայաններ, որոնք որ ապահովում էին, ասենք, ռազմական օբյեկտներին ավտոմատ հոսանքի աղբյուրով, տարբեր տեսակի, ասենք, տրանսֆորմատորներ, մեծ գեներատորներ, որոնք որ իրաց
ասենք տարածում էին ամբողջ սովետական միությունը եւ հիմնականում ռազմական արդյունաբերություն էր։ Ցավոք սրտի շատ ռազմական ցուցանմուշներ չունենք, որտեղ դրանց սովետական միության ժամանակ դրանք արգելված են եղել, եւ նկարները եւ ասենք ցուցանմուշները։ Դրա համար գրեթե չեն